Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Խնդրեմ պարոն։ Շնորհակալություն։ Պարոն Վատիկյան, ձեր կենսագրական տվյալների համաձայն դուք աշխատանքից դուրս եք եկել 2015 թվականի հոկտեմբեր ամսին, ճիշտ է։ Ճիշտ է, որպես պատճառ նշված է թոշակի անցնելու, բայց կա հնարավոր այլ պատճառներ են եղել, ի թիվս այլնի, դե թոշակի բնականաբար երկար դեպ աշխատել եք, անցել եք թոշակի, հնարավոր այլ պատճառներ են եղել։ Շնորհակալ եմ հարցի համար, բայց եթե պարոն Արսենյան հստակեցնեք այլ պատճառի մեջ ինչ նկատի ունեք, ես իհարկե իմ պատասխանը ամբողջական կներկայացնեմ խորհրդին։ Այլ պատճառների մեջ ես շատ բան կարող եմ հասկանալ, օրինակ 2 տարի եղել եք ղեկավար պաշտոնի, հետո տեղափոխվել եք գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնի։ Հնարավոր է ղեկավարից հետո, չնայած ավագ դատախազը ինքնին շատ առավելություն ունի այլ վարչության դատախազների նկատմամբ պաշտոնի, հնարավոր է չեք համակերպվել այլևս ղեկավար չլինելու հետ կապված։ Շատ շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ հստակեցնել, որ ղեկավարը եղել եմ ոչ թե այդ 2 տարին, երևի նկատի ունեք կենտրոն եւ նոր Մարաշ վարչական շրջանի դատախազությունը ղեկավարել է։ Ես նաև ղեկավարել եմ Երևան քաղաքի դատախազի տեղակալ լինելու ընթացքում իմ համակարգման ոլորտը, դա էլ համարում ղեկավարում, քանի որ իմ ղեկավարվող ոլորտի մեջ մտնում են բազմաթիվ աշխատակիցներ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ուրեմն 2015 թվականի հոկտեմբերի 23-ին, երբ որ դիմում գրեցի կենսաթոշակի անցնելու մասին, բնականաբար նման միտք ինձ մոտ չէր առաջացել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին։ Այդ ամենը կատարվել էր ընդամենը 1 օրվա ընթացքում, առանց անուններ տալու, դա չգիտեմ, ես սենյակում գտնվող անձանց համար միգուցե հայտնի չի կամ որոշ մասին հայտնի է, ամենայն դեպս ես տարաձայնություններ եմ ունեցել անձնական կարծիք ունենալու հետ կապված գլխավոր դատախազության ղեկավարության հետ, ավելի կոնկրետ գլխավոր դատախազի հետ։ Եթե ներողություն եմ խնդրում, պարոն Արսենյան, եթե կուզեք ավելի մանրամասնեմ, ուղղակի, չգիտեմ, ձևաչափը այնպիսին է, եթե ձեզ կհետաքրքրի, կարող եմ ներկայացնել։ Ինձ հետաքրքիր է միայն տարաձայնության բնույթը եղել է քրեական գործի վարույթի հետ կապված։ Ես այդ եմ ասել, ներողություն, շնորհակալ եմ լրացման համար, հիմա ներկայացնեմ։ Ուրեմն ես ասացի, որ տարաձայնություններ եմ ունեցել կոնկրետ սկզբունքների վերաբերյալ։ Իմ կարծիքը գլխավոր դատախազը չէր կիսում, բայց ավելի մանրամասնեմ, որպեսզի որևէ խնդիր չառաջանա։ Բացարձակապես քրեական գործի հետ կապված տարաձայնություն չի եղել, քրեական գործի քննություն նկատի ունեմ իմ կողմից ինչ-որ բացասական արարք կատարելու վերաբերյալ։ Քանի որ դրանից առաջ պարոն Թումանյանը ներկայացրեց իմ կենսագրությունը, ես բավականին շատ անգամ խրախուսվել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ստացել եմ մեդալներ, շնորհակալագրեր, կոնկրետ գործերով բացահայտումներ ապահովելու համար, այդ թվում նաև կոռուպցիոն հանցագործությունների մեջ ելուց մոռացա նշել։ Ինչ վերաբերում է այդ տարաձայնությանը, վերաբերում բացարձակապես որևէ քրեական գործի մասին խոսք լինել չի կարող։ Այս դահլիճում նստած է հարգարժան լրագրող, այդ ժամանակ ինքը իր սուբյեկտիվ կարծիքով, ես բացարձակապես չեմ նեղանում եւ չեմ վիրավորում, որովհետեւ դա լրագրողական աշխատանքի հնարներից մեկն է, մի այսպեսի հոդված էր ներկայացել, որը ներառվել է բարեվարկության, ուրեմն եզրակացության հավելյալ բաժնում, որ Բատիկյանին աշխատանքից ազատեցին ու ներկայացված էր մի քրեական գործ։ Այդ քրեական գործի ուրեմն բացահայտումը, օրինականության ապահովումը, որ եւ բացարձակ այն գործողությունները, որ ուղղված են օբյեկտիվության բացահայտմանը, կատարվել են բացառությամբ իմ կողմից։ Եվ իմ կողմից ըսկողությունը հանձնարարված, ըսկողությունը ստանձնած մի հմուտ դատախազի կողմից, որը ներկայումս աշխատում է գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչությունում, այսինքն ես չեմ ասում հանգամանքներ, որոնք ստուգել կամ պարզել հնարավոր չի, կան մարդիկ, կան քննիչը, վերջերս ստացավ քննչական կոմիտեում բարձր պաշտոն նշանակվեց վարչության պետ։ Այդ քրեական գործով կալանավորեց քննիչի բաժնի պետի տեղակալը, անմիջական ղեկավարը, որը քրեական գործով, ինչքան որ հիշում եմ քրեական գործի տվյալները, քննվել էր քննչական ծառայությունում, կաշառք էր վերցրել գործով մեղադրյալից։ Այդ գործը բացարձակապես առնչություն չունեմ, եւ այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել գլխավոր դատախազությունում, ուղղակի հիշատակեցի, որովհետեւ լրագրողի ներկայացրած դիտարկումը դեռևս 2015 թվականին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որպես կարծես թե բացասական տեղեկություն ներկայացրել է իմ բարեվարկության եզրակացության մեջ։ Այսքանը։ Այս մասով եթե չգիտեմ հիմա թե այս հենց այս գործի հետ կապված եմ ուզում հարցնել։ Ինձ մի բան ամենակ հետաքրքիր է հենց այս ձեր նշած դեպքի հետ կապված։ Պարոն Վատիկյան, տեսեք, դուք ցանկանում եք ղեկավարել մի կառույց, որը ես հեծանիվ չեմ հայտնագործի ասելով, երկու քննչական մարմիններից մեկն է Հայաստանի Հանրապետություն, որը շատ ճիշտ նշեցիք ու շատ ճիշտ ըստիս կոնցեպտ ընտրված համատեղելու նաև օպերատիվ աշխատանքը, ինչի հաջողված փորձը մենք ունեցել ենք մեր ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ դուք լինելու եք, ենթադրեք, հաջողել եք, նշանակվել եք այդ կառույցի ղեկավարը, այդ ունենալու եք նմանատիպ մեկ աշխատող հիպոթետիկ ընդունենք, որը նույն կերպ ինչ-որ սկզբունքային հարցերում ձեր հետ համաձայն չլինի։ Այդ ձեր վարքագիծը ո՞րն է լինելու այդ աշխատակցի հետ կապված։ Եվ եկել է ձեր մոտ ասում է, սկզբունքների հետ կապված միասին չեն կարողանում աշխատել, ես ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ։ Ու իրական ընդունենք էլ մի փաստ, որ շատ լավ էլ աշխատող է, շատ լավ է քննիչ է, օրինակ, կամ օպերատիվ մարմնի աշխատակից, այդ ձեր մոտեցումը ինչպիսին է լինելու։ Շնորհակալություն, պարոն Արսենյան։ Ուրեմն իմ մոտեցումը շատ լավ գիտեմ իմ հետ աշխատած մարդիկ իմ ենթակաները, որոնք եւս եւ նախկին եւ ներկա, որ աշխատում են պետական բարձր պաշտոններում, խրախուսել են եւ ինչ-որ միտեղ դրդել են, որպեսզի ես այսօր հայտնվեմ այս մրցույթում։ Իմ մոտեցումը դրա վերաբերյալ միշտ եղել է նույնը։ Այսինքն, եթե աշխատակիցը ինձ հետ ասեմ, շատ դժվար է աշխատել, որովհետեւ ես շատ պահանջկոտ եմ եւ ինձ հետ ծույլիկները չեմ կարողանում աշխատել։ Մենք բաժանվել ենք ծույլիկներից, իրանք էլ իմանալով, որ իմ պահանջների չեն կարողանում դիմանալ, բայց միևնույն ժամանակ աշխատող եւ նախաձեռնող անձինք ինձ մոտ առաջնահերթություն են ունեցել։ Ինչ վերաբերում է տեսական մոտեցման ձեր ասած հիպոթետիկ կարծիքին, առաջնահերթության կարգով ես առաջին հերթին, երբ որ ինձ մոտ գործ էին զեկուցում, ես այդ զեկուցումը ոչ թե թողնում եմ որպեսզի դատախազը ներկայացնել, որ իմ անմիջական աշխատակիցն էր, այլ այդ զեկուցումը կարծես թե թողնում էի քննիչի վրա եւ վերջում անպայման դարձյալ պետք է հողում կատարեմ խորհրդի անդամներից մեկին, որովհետեւ դրանք բազմաթիվ անգամ են կատարվել։ Վերջում անպայման պահանջում էինք եւ խնդրում հորդորում էին, որպեսզի նա իր կարծիքը հայտնի տվյալ հարցի վերաբերյալ։ Ընդհանրապես իրավաբանական կարծիք, կարող է այդ կարծիքը լինել ճիշտ, կարող է լինել սխալ, շատ դեպքերում իրենց կարծիքները առաջնահերթություն ստանում, բայց այնպիսի մի իրավիճակ, երբ որ ես ոչ ողջամիտ կամ ոչ տրամաբանական ընդհանրապես մարդը իմ դուրը չգա եւ իրեն հորդորեմ ինչ-որ աշխատանքից ազատվել, դա իմ գործելավոճի, իմ խառնվածքի եւ իմ ազգային հատկանիշների մեջ չի մտնում։ Ընդհակառակը միշտ խրախուսել եմ երիտասարդներին, նախաձեռնողներին, խելացիներին, հմուտներին, փորձառուներին։ Իսկ ծույլիկներին, ինչպես նշել եմ, ինձ հետ երբևէ չեն կարողացել աշխատել եւ առնչվել։ Շնորհակալ եմ, պարոն Վատիկյան, մեկ հարց եւս արդեն կապված ձեր տեսլականների հետ։ Ես հաշվի առնելով ձեր անցած ճանապարհը, կոռուպցիայի ընկալման հետ կապված շատ իհարկե սուր միտք արտահայտեցիք, որ պետական դավաճանությանը ընկալում պետք է լինի, իհարկե մենք շատ աշխատանք ունենք բոլորս միասին կատարելու այդ ուղղությամբ, բայց օրինակ երբ որ քաղաքացու իրավագիտակցությունը մի փոքր ցածր է եւ ինքը մտածում է, որ հնարավոր է օրինակ պետավտոտեսություն 5000 բարեկային ծառայության աշխատակցին այժմ 5000 դրամ կաշառք տալ, մի քիչ շատ ծայրահեղական չէր ձեր մոտեցումը նաեւ այդ հարցում, քանի որ կաշառք տալը ինքնին համարվում է նաեւ կոռուպցիոն հանցագործություն, այդ հարցից կխնդրեմ պատասխանեք ու միանգամից անցնենք նաեւ ձեր այն մոտեցումներին կապված ձգձգումների, դուք նշեցիք, որ շատ պահանջկոտ եք եւ այլն։ Հիմա մենք ժամկետներով նախաքննության ընթացքում սահմանափակված ենք քրեական հետապնդման հարուցման պայից սկսած, այ մի շարք խնդիրներ կան փորձաքննությունների եւ այլնի հետ կապված, այ ավելի շատ ինձ ոչ թե հետաքրքիր է ձեր կողմից բարձրաձայնված խնդիրները, այլ ինչ լուծումներ եք տեսնում։ Այդ թվում նաեւ որպես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն խնդրեմ նաեւ ձեր կարծիքը արտահայտեք դատարաններում շատ երկար քննությունների հետ կապված, հաշվի առնելով նաև, որ դուք փաստաբան եք եւ որպես պաշտպան մասնակցում եք մի շարք նիստերի ու ես չէ, որ պետք է ներկայացնեմ այդ ձգձգման պատճառները, որոնք են։ Ըստ ձեզ այդ երկու կոմպոնենտի հետ կապված ինչ լուծումներ կառաջարկեք որպես քննչական մարմնի ղեկավարի թեկնածու։ Շնորհակալ եմ։ Եվ դատարանների եւ նախաքննական մարմնի։ Այո։ Դատարանների
վերաբերյալ ձեռնպակը մնամ ներկայացնելուց, ամեն դեպքում որոշակի դիտարկում կներկայացնեմ, բայց նախաքննական մարմինների մոտ գործերի ձգձգման պատճառների չեմ կուզում անդրադառնալ, բոլորիս էլ հայտնի է, վերջին քրեադատավարական օրենսդրության փոփոխություններն էին, որոնք բավականին նորարարական լուծումներ ունենալով հանդերձ, կարծես թե որոշակի խնդիրներ առաջացրեցին կապված ժամկետների չպահպանման եւ այդ գործերի քանակի հետ։ Ինչ վերաբերում է այդ բոլոր իրավիճակներից էլ լուծում կարելի է ստանալ։ Դուք նշեցիք պարոն Արսենյան փորձաքննությունների կատարման ձգձգումները։ Ես օրինակ մասնակցում եմ տարբեր քրեական գործերի, օրինակ մի քրեական գործ ունեմ, որը ներկայացնում եմ դուժողի ներկայացուցիչն եմ, քննվում է 2018 թվականից մինչև հիմա, մինչև օրս։ Իհարկե կարճվեց քրեական վարույթը, ես բողոք ներկայացրեցի, դատախազին մերժվեց, դատարանների կողմից բավարարվեց եւ նախաքննությունը վերսկսվեց։ Այժմ քրեական վարույթը դեռևս գտնվում է քրեական քննության փուլում եւ այստեղ ինչն էր կարեւորը։ Հենց քննության առաջնային օրվանից սկսած ուրեմն համայնքներից մեկում քննվող քրեական գործով միջնորդություն ներկայացրեցի կարծես թե մի քննության պլան, որից ամենաառաջնահերթ խնդիրը փորձաքննության նշանակումն էր, ապրանքագիտական փորձաքննության նշանակում։ Թվում է թե շատ բարձ հասարակ փորձաքննություն է, ինչ-որ մի անշարժ մի պետք է փորձաքննության ենթարկեին։ Քննիչը այդ փորձաքննությունը չնշանակեց։ Փորձաքննությունը նշանակվել է 5 տարի հետո, այսպես արդեն լրացուցիչ նախաքննության գալուց հետո դատարանի կողմից վերացնելուց։ Այդ փորձաքննության արդյունքը մինչև այսօր չի ստացվել, բայց միևնույն ժամանակ ես ունեմ քրեական վարույթներ, որոնցով մասնակցում են մեղադրյալների պաշտպանությանը, այդ փորձաքննությունները շատ արագ են ստացվում։ Մոտավորապես 1-2 ամսվա ընթացքում։ Երբ որ արձադրում եմ կատարում, ինչպես ստացվեց, որ այս փորձաքննությունը շուտ ստացվեց, նախաքննական մարմնի ներկայացուցիչները ինձ ասում են, որ փորձագետի հետ խոսել են, պայմանավորվել են, վերցել են։ Այսինքն այդ մեխանիզմը փաստորեն գործում է։ Ընտրովի մեխանիզմը։ Եթե մի դեպքում հնարավոր է խնդրելով, չգիտեմ, օրդորելով, պահանջելով կամ ինչ-որ մի գրություն գրելով ստանալ փորձաքննության եզրակացությունը, հետևապես բոլոր քրեական գործերով նույն հետևողականությունը պետք է դրսևորվի։ Ես չեմ կարծում, որ կա քրեական գործ, կա փորձաքննություն կամ ինչ-որ մի հանգամանք, որ հնարավոր չլինի արագ հաղթահարել։ Քրեական վարույթներ կան, որ նախաձեռնվելուց հետո մոտավորապես 4 ամիս որևէ գործողություն չի իրականացվում։ Խոսքը իհարկե հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերի մասին չէ, բայց ես նորից եմ կրկնում, ունեմ քրեական վարույթներով իրականացնում եմ պաշտպանություն, որտեղ վարույթը նախաձեռնվելուց հետո 3, 4, 5 ամիս, նույնիսկ 6 ամիս որևէ գործողություն չի կատարվում։ Հիմա ռետորական հարց եմ բարձրացնում. ով ինչ պիտի աներ։ Քննչական մարմնի ղեկավարը ուներ արդյունավետությունը եւ նախաքննությունը կազմակերպելու իրավասությունը իհարկե ուներ։ Հսկող դատախազը ուներ օրինականության հսկողության այդ բացառիկ ֆունկցիան իհարկե ուներ, բայց ինչի համար չի գնում չի շարժվում առաջ։ Դուք կարող եք հակադարձել եւ ասել, որ գործերի քանակը շատ է։ Քիչ առաջ մինչեւ մրցույթը սկսվելը մենք իմ գործընկերների եւ տեխնացուների հետ խոսում ենք, որ 400 քրեական գործ կա յուրաքանչյուր քննիչի կամ դատախազի վարույթում։ Բնականաբար շատ է, բայց ցանկության եւ կամքի դեպքում հնարավոր է ամեն ինչը հաղթահարել։ Դրա համար էլ հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքով ծառայողները, կոմիտեի ծառայողների աշխատավարձը հավասարեցվել է մասնավոր ոլորտի բարձր որակավորություն ունեցող աշխատակիցների աշխատավարձին։ Ժամանակին իմ առաջին աշխատավարձը, երբ որ քննիչ դարձա, 100 դրամ էր։ Իհարկե բանը փոխվել է ռուբլին հետ դրամով եւ այլն, մոտավորապես կազմում էր հաշվեցինք այն ժամանակ $70, 100 դրամով, բայց աշխատել ենք, չէ՞։ Ծավալները իհարկե շատ չեն, բայց աշխատել են մարդիկ։ Հիմա ստանում են մոտավորապես 700-ից 600-ից 1 միլիոն դրամ։ Բնականաբար պետքա չասեմ այդ բառը, բայց ամեն դեպքում չի ստացվում չասել, տանջվել էլ, չարչարվել էլ, որպեսզի հասնեն արդյունքի։ Եթե քրեական վարույթը հարուցեն ու դնեն պահարանների մեջ որևէ գործողություն չկատարեն, բնականաբար այս վիճակը պիտի լինի։ Ես կարծում եմ, որ ցանկացած քրեական գործով հետևողական լինելու դեպքում ժամկետներն էլ կպահպանվեն, ժամանակին էլ քրեական վարույթը կհասնի դատարան։ Իմիջիայլոց ձեր հարցին որպես պատասխան նշեմ, քրեական դատավարությունը իհարկե դրա նման կարգ սահմանված չէր, բայց երբ որ ես որպես մեղադրող դատախազ պաշտպանում եմ ինչ-որ մեղադրանք, ճիշտ ասած նման ներքին պահանջ կար, որպեսզի
օգնել դատավորին ապահովել այդ վկաների, դժողների ներկայությունը դատական նիստին։ Ճիշտ է, նման պահանջ չկա, բայց քանի որ այդ վկաները, դժողները մեղադրանքի կողմից էին հանդես գալիս, հետևաբար դատական նիստից գնալուց առաջ ես էլ իմ հերթին էի հավաստիանում կամ իմ գործընկերները, ոչ թե մենակ ես, որպեսզի դատական նիստը պարտադիր կայանա։ Դատական նիստ ունեմ 4-րդ ամիսն է, նախապատրաստական փուլը չի սկսվում։ Դե չեմ կարող ասել մեղադրողը որոշակի գործողություններ պիտի կատարի, որտեղ որ այս դրական լուծում դրա համար չկա, բայց ամենայն դեպս գերատեսչական ներքին կանոնակարգերով կամ թեկուզ սովորույթներով եւ ավանդույթներով ձևավորված, որովհետեւ քննչական աշխատանքում բացի գրվածից նաեւ կան չգրված սովորույթային ավանդույթներ, որը քննչական այդ հզոր դպրոցի հիմքն է հանդիսանում։ Եթե դրանք պահպանվեն, միաժամանակ մի բան էլ ասեմ, որպես տեխնիկական լուծում, ասեցի արհեստական բանականության մասին, մի այսպեսի ծրագիր է մշակված։ Տեսեք, հիմա դուք ինձ ստեղ թուղթ ու գրիչ եք դրել, ու ես իմ մտքերը ստեղ պետք է գրեմ, բայց նորարարական լուծում որպես, ես տեսա ճիշտ ասած շատ զարմացա եւ շատ ուրախացա։ Էկրանի վրա ղեկավարը ներկայանում է աշխատանքի եւ օրվա, ամսվա, շաբաթվա անելիքները հերթականությամբ, կարմիր, կապույտ եւ այլ այդ լուծումները բերում է։ Ընդհանրապես պետք է հավաքել կոնկրետ ստեղնաշարի վրա եւ տեսնի, թե որ օրը, որ գործն է բանի տակ, հսկողության տակ, ով պիտի զեկուցի, ինչ գործողություններ պիտի կատարվի։ Այսինքն նա դառնում է, այսպես ասած, այդ ղեկավարը մի հատ մենեջեր, այդ հիմնարկի, եւ այդ էկրանի վրա ամբողջությամբ տեսնելով կարողանում է կատարել իրականացնել արդյունավետ